Օրեր տևած քննարկումներից հետո ազգային ժողովը քվեարկեց եւ ամփոփեց մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության արդյունքները։ 12 հանձնաժողովներից 8-ը կղեկավարեն քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները։ Մեկ հանձնաժողովի նախագահ ընտրվել է ընդդիմությունից։ Հայաստան դաշինքը ներկայացնող Լիլիթ Գալստյանը կղեկավարի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը։ Մյուս 3 հանձնաժողովներում նախագահի թեկնածուներ առաջադրել էր Ուժեղ Հայաստան խմբակցությունը, նրանք 3-ն էլ չեն ընտրվել։ Դավիթ Ղազինյանն առաջադրվել էր տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, Հայկ Վարմանյանը ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Արեգա Հովսեփյանը եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոններում։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր թեկնածուների ընտրվելու համար պահանջվում էին նաեւ քաղաքացիական պայմանագրի падգամավորների քվեները։ Ազգային ժողովի աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նազերի Բաղդասարյանը, ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լուսինե Բադալյանը, ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սարգիս Խանդանյանը, ազգային ժողովի կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սիսակ Գաբրելյանը, ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Լիլիթ Գալստյանը, ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Վիլեն Գաբրելյանը, ազգային ժողովի պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Արուսյակ Ջուլհակյանը, ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Տրթած Սարգսյանը եւ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել Բաբկեն Թունյանը։ Սահմանված կարգով Ուժեղ Հայաստանը նոր թեկնածություններ պետք է առաջադրի։ Խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը կարծիք հայտնեց, թե իրենց թեկնածուները չեն ընտրվել նաև այն պատճառով, որ սուղ ժամանակում չեն կարողացել նրանց լավ ներկայացնել։ Նախորդ փուլի քննարկումներում խմբակցությունները համաձայնություն էին ձեռք բերել հնարավորինս արագացված անցկացնել գործընթացը։ Մենք ամբողջությամբ օգտագործելու ենք ելույթների հնարավորությունը, որպեսզի հանդես գանք հայտարարություններով եւ հարցերով։ Արդյոք նաեւ այս գործելավոճը կարելի է համարել որպես պայմանական, ասենք, վրեժխնդրություն ձեր տեխնացուներին չընտրելու համար, որպեսզի մենք մինչեւ հոկտեմբեր մնանք նիստերի դահլիճում։ Շնորհակալություն։ Նույն հարցը կարող եմ ձեզ տալ, արդյոք վրեժխնդրություն չէ ընդդիմությունից, որ 3 հանձնաժողովի նախագահի չեք ընտրել, հետեւաբար ձեր հարցին չեմ կարող պատասխանել, կրկնում եմ, ընթացքը ցույց կտա։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանն էլ իր հերթին քվեարկության դրեց լրացուցիչ նիստ անելու որոշումը։ Մեծամասնությունը կողմ քվեարկեց։ Ուժեղ Հայաստանը նախընտրեց նոր թեկնածուներին ներկայացնել ոչ թե միանգամից, այլ հերթով։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում այս անգամ առաջադրել են Լիանա Մանուկյանի թեկնածությունը։ Նրա կենսագրությունը ներկայացրեց նախորդ թեկնածուն Հայկ Վարմանյանը։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուին ներկայացնողին հարց տալու համար 18 падգամավոր էր հերթագրվել։ Իրավիճակը լարվեց Լևոն Քոչարյանի հարցի ժամանակ։ Պետ նախկին պաշտոնյա Հայկ Վարմանյանին դիմելով Քոչարյանը նախ հայտարարեց, որ նրա թեկնածությունը քննարկելու ժամանակ քաղաքացիական պայմանագրի падգամավորները փորձեցին Վարմանյանի հետ կապել 91 թվականից սկսած ՊԵԿ ամբողջ համակարգի ենթադրյալ ու իրական բոլոր բացթողումները։ Այս համատեքստում падգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասաց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց, ինչ-որ նորություն կա։ Կներեք, պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Հաղորդում ներկայացնում, կներեք, պարոն Քոչարյան, ոչ։ Այսօր ներողություն չեք խնդրել։ Պարոն Քոչարյան, կներեք, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ես եմ ընտրում իմ խոսքը ու եթե դուք զգուշացում։ Ինչի համար։ Հաղորդում։ Ուրեմն լսեք միջև վերջ, կասեմ ինչ նկատի ունեմ։ Պարոն Քոչարյան, ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ է։ Ասում եմ հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթի ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի վերջացնեմ նոր կարող եք անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում, պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Ասում եմ ձեր ասածը քրեական ենթամշակույթին բնորոշ խոսույթ է։ Հայաստանի Հանրապետությունում չկա նման բան ու չկա մի падգամավոր, որ կարա այս դահլիճում
ոստիկանությանը հաղորդում ներկայացնելը անվանի գործ տալ։ Եթե կա նման պատգամավոր, նրա խոսափողը կանջատվի։ Պարոն Եղոյան, նստեք, ձեզ հայտարարվում է նախազգուշացում, նստեք ու մի միջամտեք։ Պարոն Եղոյան, մեկ նիստի ընթացքում դուք զրկվում եք խոսափողից հանդես գալու իրավունքից։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածուն ելույթն այսպես սկսեց։ Առաջին հերթում ուզում եմ տարակուսանքս հայտնել պարոն Հայկ Վարմանյանի թեկնածությունը մերժելու հետ կապված։ Խորին համոզմունք ունեմ, որ վերջինիս գիտելիքներն ու փորձը կարող էին լավագույնս ծառայեցվել Հայաստանի Հանրապետության շահին, ինչևէ, պարոն Վարմանյանը միևնույնն է այդ հանձնաժողովում է լինելու, այնպես որ սպասեք նրան։ Լիանա Մանուկյանին հարցեր տալու համար գրանցվեց 44 պատգամավոր։ Պետական պարտք, տաշիր ընկերությունների խմբի, որտեղ ինքը նախկինում աշխատել է պարտք, բիզնեսին տրվող վարկերի մեծ տոկոսադրույքներ, պետական բյուջեի ծախսերի արդյունավետություն, հարկային արտոնություններ եւ ոլորտային թեմաներով բազմաթիվ այլ հարցեր։ Օրինակ Հայկ Վարմանյանը մասնագիտական առումով մի քանի մակարդակ ավելի բարձր է, բայց ես ավելի մեծ հաճույքով ձեզ կընտրեմ, որտեղ ձեր մեջ չգիտեմ ինչ, այնց անկեղծություն ու բան եմ նկատում։ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նոր թեկնածության հարցի քննարկումը չավարտվեց նաեւ լրացուցիչ նիստում ու տեղափոխվեց հաջորդ նիստ։ Չի բացառվում այդ օրը նույնպես լրացուցիչ նիստ նշանակվի, որը տևի մինչև ժամը 20-ը։ Աննա Զախարյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։